ոնց անում ենք չենք կարողանում կտրվել երաժշտությունից։ Ոնց պետք մենք մեկը երաժշտությունը մեր հետ է միշտ։ Եվ հատկապես երբ խոսքը գնում է Կոմիտասի մասին, որովհետև անդադար կարելի է խոսել ու պատմել Կոմիտասի անցած ճանապարհի թողած ժառանգության եւ այն պատմության համար, որ մենք ունենք այսօր, ու շնորհակալություն պետք է ասել այդ մարդկանց, որովհետև անդադար անդրադառնում են Կոմիտասի թողած ժառանգությանը։ Այո, եւ մարտի 28-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտում կկայանա Կոմիտաս SLESM ներկայացման պրեմիերան։ Ինչ ներկայացման մասն է խոսքը գնում, հենց այս բանին կզրուցենք մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում է Մարտին Ուլիխանյանը, կոմպոզիտոր, բարի լույս Մարտին։ Շատ ուրախ ենք ձեզ նորից մեր տաղավարում տեսնել։ Ինչ ներկայացման մասին է խոսքը գնում, որտեղից միտք ծնվեց, եթե չեմ սխալվում, հենց ձեր ստեղծագործությունից միտք առաջացավ, հետո արդեն ավելի մանրամասները դուք կարծես թե կներկայացնեք։ Այո։ Ուրեմն ինչպես աֆիշայի վրա երևում է, երեկոն նվիրվում է Պարուր Սևակի 100-ամյակին եւ Պատմամոգովի 100-ամյակին եւ նաեւ Կոմիտաս SLESM։ Հիմա փորձեմ բարձաբանել ինչպես է կապվել, այո, ամեն ինչը սկսվեց նրանից, որ ես գրեցի ստեղծագործություն կլարնետի եւ դաշնամուրի համար, որը հիմնված էր Պարուր Սևակի Անլռելի զանգակատուն պոեմի վրա։ Մենք ձայնագրեցինք ալբոմ Լիլիթ Զաքարյանի հետ եւ այդ ալբոմի ռելիզը պետք է կայանա հենց ամսի 28-ին։ Հիմա երբ որ ձայնագրեցինք մենք, դա 2 տարի առաջ էր, մենք ձայնագրեցինք եւ ես մտածեցի, որ լավ կլիներ, որ այդ երաժշտության վրա ինչ որ մոնո ներկայացում բեմադրվեր եւ իմ վաղեմի ընկեր Արսեն Խաչատրյանին զանգեցի ու ցույց տվեցի, ինքը շատ հավանեց երաժշտությունը, ասեցի իսկապես Ով մեր տաղավարում պետք է լիներ, բայց մի քիչ վատ առողջ լինելու պատճառով Իվան Արսեն ջան, քեզ առողջություն, ամուր գրկում ենք քեզ առողջություն, շուտ ապակինվիր։ Այո։ Եվ Արսեն հետաքրքրվեց այդ մտքով եւ որոշեց բեմադրել եւ ի վերջո այդ Անլռելի զանգակատուն ալբոմը ինձ կոչվում Անլռելի զանգակատուն վերածվեց SLESM ներկայացման, որը ավելի արդեն դրամատուրգիապես բխում է իմ գրած երաժշտությունից եւ Կոմիտասի կյանքի այդ 6 փուլերը, որոնք նաև Պարուր Սևակի մոտ են արտահայտված, հենց այդ 6 փուլերը կյանքից ծնունդից մինչև ներկայացված են։ Ներկայացված են բարի միջոցով։ Ամբողջությամբ երաժշտությունը դուք եք գրել ներկայացման։ Այո։ Չկա որևիցե մի հատված, որտեղ օգտագործվի Կոմիտասի ինչ-որ ստեղծագործություններից։ Ոչ, չկա, հենց այդ դա է դարքիր, որ ռեժիսորի համար դա շատ խնդիր է, որ ինքը պետք է բեմադրի հենց պատրաստի երաժշտության վրա, այլ ոչ թե երաժշտությունն է գրվում ներկայացման համար, եւ սա այսպես Այսինքն համատեղ աշխատանք չի եղել, դուք արդեն գրել եք երաժշտությունը եւ պատրաստի երաժշտությունը հանձնել։ Այո, դա ասենք ոնց որ օպերա բեմադրես կամ բալետ բեմադրես, այդ մոտեցումն է արդեն ռեժիսորի։ Ու եթե չեմ սխալվում, ամենասկզբում ռեժիսորի մոտ էլ, հա, Արսենի մոտ էլ մոտեցումը մի տեսակ մոնո ներկայացման ինչ որ մոտեցում է եղել, թե նույնիսկ փոքր ինչ որ այսպես կամերային մոտեցում, բայց հետո գնալով խնդիրը կարծես թե ավելի ու ավելի է մեծացել։ Այո, դե եւ մենք ունենք 2 դերասան, Կարեն Խաչատրյանը, որը հենց Կոմիտասի դերում է, եւ Մինաս Ասրյան, որը կողքից պերսոնաժը, որը պատմում է, պատմիչ է եւ ինչ որ շատ տարբեր տեսակի տեքստ կա ներկայացման մեջ, կան հատվածներ Պարուր Սևակի ուրեմն տեքստից, հատվածներ Կոմիտասի բանաստեղծություններից, որոնք հիանալի բանաստեղծություններ են ուղղակի եւ այդ ամեն ինչը մի ինչ-որ ամբողջականության մեջ։ Իսկ ինչպես եկաք այն կետին, երբ որոշվեց ներկայացումը կոչել SLESM։ Դա իհարկե արդեն Արսենի մտահղացումն է, քանի որ բեմական մասը ամբողջովին ես տվել եմ Արսենին եւ ամբողջովին բեմական վիզուալ մասը որպես ներկայացում այդ մասը դա Արսենինն է եւ SLESM դա Կոմիտասի նամակներից այդ բանն է, որ ինքը վերջում SLESM եւ նկարել է այո։ Ես կարծում եմ, որ այդտեղ եթե երկու եղբայր արդեն հայտնվել են Կարեն Խաչատրյանի եւ Արսեն Խաչատրյանի մասն, վստահաբար նաեւ պլաստիկան ու պարն էլ անպայման իր կարևոր տեղը կունենա։ Ինչքան է տևողությունը ներկայացման։ Ներկայացման տևողությունը համարյա 1 ժամ։ Մեկ գործողությամբ։ Այո։
Եվ նաև ուզում եմ նշել, որ մենք համագործակցում ենք Մնջախաղի պետական թատրոնի հետ, եւ բնականաբար դա հիմքում Մնջախաղն է այս ներկայացման։ Եվ նաև ուզում եմ նշել Պոդպոմոգովի այդ գործոնը, մենք այստեղ ուրեմն նաև համագործակցում ենք ժամանակակից արվեստի թանգարանի հետ, որոնք շատ ոգևորվել էին մեր գաղափարից եւ առաջարկեցին Վալենտին Պոդպոմոգովի մեր հայտնի նկարիչ, հայտնի ռեկվիեմ կտավը, որ անեն ինստալյացիա դրսի կողմից, թանգարանի դրսի կողմից ֆասադի վրա, ուրեմն շատ գեղեցիկ ինստալյացիա պետք է արվի եւ նաեւ պետք է ասեմ, որ մեր ալբոմի հենց սկավառակի շապիկը հենց այդ զանգն է, որը այդ կտավի վրա է։ Այդպիսով այդ ամբողջը իրար փոխկապակցված է։ Ներկայացման մեջ բայց նշեցիք նաև որ վիզուալ պատկերներ են լինելու, այդտեղ չի օգտագործվել Պոդպոմոգովից։ Ոչ, ներկայացման մեջ Պոդպոմոգովը ոչ մի ընդհանրություն չունի, բայց գաղափարային ինքնառությունի մեր ձայնասկավառակի հետ բնականաբար եւ այսպիսով շահկապված է իրար։ Արդեն նշեցինք, որ մարտի 28-ին մեր հեռուստադիտողները կարող են Կոմիտասի թանգարանի ինստիտուտում տեսնել, վայելել այս ներկայացումը, հետագայում երբ կլինի եւ որտեղ արդյոք կշարունակվի հենց նույն վայրում ներկայացումը։ Կարծում շատ քիչ է։ Այո։ Գիտեք, հիմա կտեսնենք ոնց կստացվի, քանի որ Կոմիտաս տուն թանգարանը, դա թանգարան է ոչ թե թատրոն, պայմաններ այդպեսին չկա։ Այո, դրա համար ես դեռ չեմ պատկերացնում կկարողանանք արդյոք շարունակել մենք Կոմիտաս տուն թանգարանում, թե կտեղափոխվենք այլ բեմ, բայց բնականաբար շարունակություն ունենալու է։ Դեռ չգիտենք երբ կսկսվի եւ ինչ ձևով, որովհետեւ այս ներկայացումը հստակորեն արված է հենց Կոմիտաս տուն թանգարանի դալիճի հիանալի այդ ճարտարապետության հիմքի վրա, որովհետեւ օգտագործվում է նաեւ վերևի հատվածը այդ մաքսիմալ կարողացել եք օգտագործել ճիշտ եւ հարմար տարածքի։ Լինելու է վիդեո պրոյեկցիա մեջ ամբողջ պատով, այսինքն վիդեո պրոյեկցիայի աշխատելու նաեւ ներկայացման մեջ։ Այս ամենը ականատես լինելու եւ ավելի նորմալ պատկերացնելու համար մենք էլ ենք առաջարկում, որպեսզի ամսի 28-ին ժամը քանեցին։ Ժամը 8-ին։ 20:00, ասենք 19-ը որ չուշանան։ 19:00-ին, բայց կսկսի ներկայացումը իրականում 20:00-ին, սիրելիներս չուշանաք, անպայման բաց չթողնեք այս բացառիկ հնարավորությունը, որովհետև իրականում այո, նախ ռեժիսորը, նաև դերակատարները շատ տաղանդավոր եւ իհարկե տաղանդավոր Մարտին Ուլիխանյան, նրա կողմից գրված ֆանտաստիկ վստահ եմ ստեղծագործություն, իսկ հիմք ավելի մանրամասն զրուցեցինք, դուք ինքներդ լսեցիք։ Շատ շնորհակալություն ձեզ։ Մենք հաջողություն ենք մաղթում, որպեսզի առաջնախաղը ձեր պատկերացմամբ էլ հենց այդպես էլ անցնի եւ շատ սիրվի հանրության կողմից։ Ձեզ լավոր ենք մաղթում։ Ձեզ եւս լավոր ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ առավոտ լուսոն մոտեցավ իր ավարտին ու մաղթում ենք բարձր տրամադրությամբ շարունակեք օրը առաջինի հետ։ Հաջողություն։